եմ նվազեցնում, ուզում եմ հասկանամ ակցիան լուսաբանեք։ Այնտեղ մեղադրանք հնչեցրեց, որ ձեր կուսակցությունը մանդատ գողանալով փորձում է Գյումրիում ինչ-որ Իսկ Հայկ Մամիջանյանը ինչ կապ ունի Գյումրիի բաների հետ այդ կուսակիցն։ Ինչ պետք է ես ասեմ, ում գողանան, ինչի համար գողանան, ինչ անեն, կամ գողումա գողացան, ես ուզում հասկանամ այդ ինչ է։ Իսկ իշխանափոխություն անելու համար պետք է այդ մի հոգուն գողանալ, որ իշխանափոխություն լինի, հա, լուրջ։ Իսկ միջև այդ խնդիր չկար ավականիում։ Իսկ հիմա կա։ Իսկ չէ, իսկ հիմա կա, այսինքն մի հոգի Դե գիտեք ինչ է կարող այով չի, հիմա ասենք մի հոգի որոշել է իր մանդատը դնի, հետո որոշել է հետ վերցնի, հա, այստեղ ԿՊ-ն կբան ունի, ասենք այստեղ падգամավորներ կան Հայաստան Դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, падգամավորներ կան, որոնք քաղաքացիական պայմանագրից են դուրս եկել, ինչ հիմա ինչ որ մեկը փորձում է Աղազարյանին, Ասլանյանին եւ Գեգամ Նազարյանին մեկը մյուսից գողանալ, չեմ ասում որ падգամավորներ կան, որ քաղաքացիական պայմանագրի բանով դարձան քաղաքական գործիչ, հիմա Հայաստան Դաշինքում են եւ բոլոր տեղերում տես բաներ կան։ Հիմա դրա ես հասկանում որ դրա շուրջ ուզում են քաղաքական բան երացնեն, բայց կասկածելի է, որ ինքն ասել է աշխատանքից ուզում եմ ազատվել, բայց հետո որոշել է որ պետք է Ով է այդ մարդը։ Ուզում հասկանամ ով է այդ մարդը։ Եթե չեմ սխալվում իրանց բոլորը իրանց մեջ այտենց բարեկամներ են, չէ, իրանց բարեկամն է, չէ, թե չեմ սխալվում։ Բայց ես ինչ իմանամ ուզում ես։ Նորից եմ ասում, իմ ասելը այո ոչ կապ չունի որևիցե ձևով, բայց եկեք հələ պատկերացնենք ինչի համար, որ ինչ է լինի։ Հիմա որ գալիս են ստեղ նամակներ են բաժանում падգամավորներին, ասում են եկեք վարչապետի իմպիչմենտ անենք, իրանք փորձում են ինչ-որ մեկին գողանան, հարց, այո թե ոչ։ Դե ասեմ մենք որևիցե։ Օրինակ, բայց ինչ անելով, հասկաց Արկադի Փելեշյանը երրորդ ուժն է, որը որ ձայն է ստացել, Արկադի Փելեշյանը տենց ինչ-որ տեղից ուղակի օդից հայտնվեց, վանաձորցիները գնացել քվեարկել են, հա եւ դա նորմալ պրակտիկա է պարլամենտական երկրներում եւ նման տրամաբանությամբ կազմվող միավորների մեջ դա նորմալ տրամաբանություն է, իսկ այդ ոնց է ալնում, որ Գյումրիում քիչ ձայն հավաքած տեխնացուն, որը երկու անգամ ավելի քիչ ձայն է հավաքել, մնացածը միացան եւ այսօր քաղաքապետ է։ Բա այդ ըլնումա ներողություն Վանաձորինը չի լնում, այդ ոնց է տենց։ Այսինքն եթե ձեզ է վերաբերվում, ընդդիմադիրներին է վերաբերվում, այդ նորմալ է, չէ, ժողովրդավարական պրոցեսներ է։ Եթե դա կարա վերաբերի իշխանությանը, մարդ են գողանում։ Ինչ ո՞նց եղավ դες։ Չէ, մի րոպե խոսենք, վերջացնենք, հա։ Ահա։ Ավելի շատ ձայներ ունենում, քան իշխանությունը Լուրջ ես ասում։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը եւ Փելեշյանի Դաշինքի իրար հետ ավելի քիչ ձայն ունեն, բայց Դաշինք են կազմը։ Եղբայր, ես քեզ խնդրում եմ, արի չմտնենք մի դիսկուրսի մեջ, որտեղ դու պարտված ես դուրս գալու։ Որովհետև կրկնում եմ, երբ որ ձեզ է ձեռ տալիս, դա պարզվում է ժողովրդավար գործընթաց է, երբ որ ձեռ չի տալիս, դա ինչ-որ մեկին գողանում, ոչ մեկին չի գողանում, ես այդ մարդուն չեմ ճանաչում եւ որևիցե կապ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չունի եւ ասեմ ավելին ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ Գյումրեցին իր ընտրությունը կատարել է մենք Գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ տեր ենք կանգնում մեր ձայներին եւ շարունակելու ենք աշխատանքները վերջի մենք այնտեղ առաջի տեղն ենք զբաղեցրել եւ շատ աննախադեպ շատ ձայն ենք հավաքել, երկու անգամ ավելի շատ, քան ընդդիմադիրների երկրորդ, երրորդ տեղը կամ չորրորդ տեղը, եւ շարունակում ենք աշխատանքը։ Իսկ Վանաձորի հետ կապված հələ ես շատ խիստ կասկածներ ունեմ, որ ձեր նույն Մամիկոն Ասլանյանը մեծ հաճույքով քաղաքացիական նշված ձեր Մամիկոնը մեծ հաճույքով քաղաքացիական պայմանագրի հետ չէր աշխատի եւ չէր բանանի։ Այլ հարց է քաղաքացիական պայմանագիրը դրա ցանկությունը ուներ թե չուներ, իսկ պարզվում է որ նման ցանկություն իհարկե չի եղել։ Կապած պատգամավոր պատիվ ունենից արդեն ստորագրել է
Բա ինչ ենք անելու, բա ինչ ենք քաշվանք, բա հիմա ինչ ենք անելու։ Իդեպ 5 падգամավոր արդեն պատիվում ունեմից գործընթացս աննախադեպ մի բան, 4 տարի անց impeachment դաշինքի, ոնց էր, պատիվ ունեմ դաշինքը, չէի սպասում, անկեղծ շատ աննախադեպ։